Բարև իմ անուշիկներին, այսօր ես ձեզ համար պատրաստել եմ գնդնիկ բոքոնը հեքիաթը։ Մի պարավ մարդու կին է լինում, այն օրին են հասնում, որ տանը մի կտոր հաց անգամ չեն ունենում։ Մի օր ծերուկն ասում է. «Այ պարավ, մի բոքոն թխիր էլի»։ «Ինչով թխեմ, որ ալյուր չունենք»։ «Հրեն գնա ամանի տակը քերիր, մի բոքոնի ալյուր դուրս կգա»։ Պարավը մարդուն լսում է, գնում, ալրամանի տակ եղած ալյուրը քերում է, հավաքում, վառարանը վառում է, խմոր հունցում, մի կլորիկ բոքոնիկ թխում, դնում պատուհանի գոգին, որ սառչի։ Բոքոնիկն այդպես մնում է, մեկ էլ պատուհանից գլորվում ընկնում է դռան շեմին, այստեղից բակ, բակից փողոց և մի ճամփա բռնած գլորվելով գնում։ Գնում, մեկ էլ դիմացից նապաստակն է գալիս։ «Գնդլիկ բոքոնիկ, ես քեզ կուտեմ»։ «Մի կեր, փամփլիկ նապաստակ, ես քեզ համար կերքեմ»։ «Դե երգիր»։ Ես սամանի տակից կերած, մի բուռ ալյուրից եմ թխված, ես պարավի ձեռքից պրծա և ծերուկի տնից փախա, քեզնից էլ կփախչեմ ու կփախչեմ։ Եվ գնդլիկ բոքոնիկը շարունակում է ճանապարհը։ Գնում, մեկ էլ դիմացից գայլն է գալիս։ «Գնդլիկ բոքոնիկ, ես քեզ կուտեմ»։ «Մի կեր, գայլ եղբայր, ես քեզ համար կերքեմ»։ «Դե երգիր»։ Ես սամանի տակից կերած, մի բուռ ալյուրից եմ թխված, ես պարավի ձեռքից պրծա և ծերուկի տնից փախա, փամփլիկ նապաստակից փախա, քեզնից էլ հո կփախչեմ ու կփախչեմ։ Եվ գնում է գլոր, մեկ էլ արջին է հանդիպում։ «Գնդլիկ բոքոնիկ, ես քեզ կուտեմ»։ «Մի կեր, բրդոտ, ես քեզ համար կերքեմ»։ «Դե երգիր»։ Ես սամանի տակից կերած, մի բուռ ալյուրից եմ թխված, ես պարավի ձեռքից պրծա և ծերուկի տնից փախա, փամփլիկ նապաստակից փախա, եղբայր գայլից էլ ես փախա, քեզնից էլ հո կփախչեմ ու կփախչեմ։ Եվ բոքոնիկը շարունակում է գլորվել ճանապարհով, գնում, մեկ էլ դիմացից աղվեսն է դուրս գալիս։ «Գնդլիկ բոքոնիկ, ես քեզ կուտեմ»։ «Մի կեր, աղվես քույրիկ, ես քեզ համար կերքեմ»։ «Դե երգիր»։ Ես սամանի տակից կերած, մի բուռ ալյուրից եմ թխված, ես պարավի ձեռքից պրծա և ծերուկի տնից փախա, փամփլիկ նապաստակից փախա, եղբայր գայլից ես փախա, բրդոտ արջից նույնպես փախա, քեզնից էլ հո կփախչեմ ու կփախչեմ։ «Ինչ լավ է երգում ես», ասում է աղվեսը, «ափսոս, որ ծանր եմ լսում, ինչ կլինի, լեզվիս ծայրին նստիր, էլի երգիր, որ լավ լսեմ»։ Գնդլիկ բոքոնիկը ցատկում նստում է աղվեսի լեզվի ծայրին և սկսում երգել. Ես սամանի տակից կերած։ Իսկ աղվեսն այդ միջոցին հափ կուլ է տալիս գնդլիկ բոքոնիկին։